Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Ադրբեջանական պատվիրակությունը փոխվարչապետի գլխավորությամբ Հայաստանում էր, ինչ նիստ է տեղի ունեցել եւ ինչ են քննարկել կողմերը։ Եվրախորհրդարանում Հայաստանի վերաբերյալ բանաձևն ու Ադրբեջանը, ինչ արձագանք է տվել Բաքուն։ Գյումրի Կարս պատմական առաջընթաց, թե քաղաքական շահ, ում է պետք երկաթուղին, երբ կա այլընտրանք։ Նոր կենսաչափական անձնագիրը դեռ չի շրջանառվել, բայց արդեն բուռն քննարկումների կենտրոնում է։ Ինչ է այն փոխանցում, պետական խորհրդանիշներ, թե հակասական ուղերձներ։ ԱՄՆ-Իրան բանակցության ձախողում, ինչ սցենար է պատրաստել Իսրայելը իրադարձությունների զարգացման նման պայմանում։ Ամերիկյան հովանոցից նավթային ինքնիշխանություն, ծոցի երկրներին նոր հաշվարկը։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևին եւ Ադրբեջանի պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը մեկնել է Երևանից։ Պարզվում է Աղվերանում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի նախագահությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի վերաբերյալ հանձնաժողովի ու պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի 13-րդ հանդիպումը։ Կողմերը համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցները, նախագծերի տեքստերը։ Հիշեցնեմ, որ ադրբեջանական պատվիրակությունը որոշ ժամանել էր Հայաստան Շահին Մուստաֆայևի գլխավորությամբ Աղվերանի Էփրիքորդ ռեզորտում էր։ Իմ գործընկեր Անի Աբաղյանն է եղել Աղվերանում, լսենք ինչ է պատմում։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը քիչ առաջ անցավ հենց այս ճանապարհահատվածով, որը Երևանը կապում է Աղվերանին։ Աղվերանի Էփրիքորդ Աղվերան ռիզորտ հյուրանոցի ճանապարհը փակ էր։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները հայտնեցին, որ հյուրանոցում հատուկ արարողություն է, որտեղ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքն արգելվում է։ Ինչ արարողություն է։ Այդ արարողությանը ներկա է Շահին Մուստաֆայևը, որն Ադրբեջանի փոխվարչապետն է, պետական ծառայողն ասաց, որ չի ճանաչում, չի կարող տեղեկություն հայտնել։ Մոտ 2 ժամ այդ հատվածում մենք ուղիղ եթերում աշխատանք ենք կատարել, այս կադրերն ենք ֆիքսել։ Առավոտյան արտաքին գործերի նախարարությունից մեծ զրույցում հաստատել էին, որ Շահին Մուստաֆայևը Երևանում է եւ նա գլխավորում է ադրբեջանական պատվիրակությանը։ Այլ մանրամասներ չեն հայտնել, թե ինչ օրակարգով են նրանք Հայաստան եկել։ Իդեպ Շահին Մուստաֆայևը բացի Ադրբեջանի փոխվարչապետը լինելուց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի նախագահն է։ Եվ վերջին հանդիպման ժամանակ, որը նոյեմբերին էր, կողմերը պայմանավորվել էին հաջորդ հանդիպումը Հայաստանում իրականացնել։ Թե օրակարգում սահմանազատման հարցն էր, չենք կարող նշել։ Զուգահեռ Բաքուն կարող է պաշտոնապես որոշել խզել հարաբերությունները Եվրախորհրդարանի հետ, ի պատասխան Ադրբեջանի նկատմամբ իր կողմնակալ դիրքորոշման։ Ադրբեջանական լրատվական գործակալությանը հարցին ծանոթ աղբյուրը հայտնել է, Ադրբեջանը, որը նախկինում փաստացի կասեցրել էր կապերը Եվրախորհրդարանի հետ, քննարկում է կապերը լիովին խզելու հարցը։ Ըստ աղբյուրի, պատճառը Եվրախորհրդարանի ներկայացրած աջակցություն Հայաստանում ժողովրդավարական կայունությանը բանաձևի նախագիծն է, որն իբր պարունակում է մի քանի դրույթներ, որոնք անհիմն մեղադրանքներ եւ պահանջներ են առաջադրում Ադրբեջանին։ Բաքուն կրկին ներկայանում է զոհի ու տուժողի կերպարով, մոռանալով սեփական հանցագործություններն ու ապօրինությունները։ Թվացյալ խախտումների, հավակնությունների մասին խոսելով անունդ չես մաքրի մարդկության դեմ հանցագործություններ կատարածների էջերից։ Ադրբեջանում բանտարկված 7 հայ պատանդների ընտանիքներին ներկայացնող միջազգային փաստաբանները պաշտոնական դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերի աշխատանքային խմբին, պահանջելով նրանց անհապաղ եւ անվերապահ ազատարձակումը։ Արցախի միությունը հայտնել է, որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ներկայացված դիմումը պահանջում է չեղյալ հայտարարել այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռները, պնդելով, որ դրանք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետևանք են եւ ունեն կամայական բնույթ։ Դիմումը պահանջում է ՄԱԿ-ի կամայական ազատազրկման հարցերով աշխատանքային խմբից։
Տալ պաշտոնական եզրակացություն, որով պատանդներին ազատությունից զրկելը կճանաչվի կամայական։ Կոչ անել նրանց անհապաղ ազատ արձակել եւ պահանջել փոխհատուցում ազատությունից տևական ու անօրինական զրկելու պատճառած վնասի համար։ Պահանջել հնարավորություն։ Աշխատանքային խմբի ներկայացուցիչների համար այցելելու Բաքվի բանտում գտնվող հայ պատանդներին մինչև նրանց ազատ արձակումը։ Այս ֆոնին կրկին օրակարգում է Հայաստան-Թուրքիա երկաթուղային կապի հարցը։ Տարածաշրջանային հաղորդակցությունների շուրջ քննարկումները հաճախ ուղեկցվում են բարձր սպասումներով եւ պատմական ձևակերպումներով։ Սակայն դրանց արդյունավետությունը կախված է ոչ միայն քաղաքական կամքից, այլև իրական տնտեսական եւ ռազմավարական հաշվարկներից։ Երբ արդեն գոյություն ունեն գործող եւ կայացած ուղիներ, ցանկացած նոր նախաձեռնություն պահանջում է հստակ հիմնավորում։ Ինչ խնդիր է լուծում, ում համար է շահավետ եւ ինչ ազդեցություն կարող է ունենալ ուժերի տարածաշրջանային բալանսի վրա։ Հարցերի պատասխանները փորձել է գտնել Սեդակ Յուրեղյանը։ Տասնամյակներ փակ երկաթգիծ, ոգևորիչ հայտարարություններ ու շուտափույթ գործարկման խոստումներ։ Ապրիլի 28-ին Կարսում Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խումբը կրկին քննարկեց Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկումը։ Կողմերը խոսեցին շուտափույթ գործարկման կարևորության մասին, Միացյալ Նահանգներն էլ սա անվանեց պատմական առաջընթաց։ Այս ձևակերպումները նոր չեն, հիմնական հարցն էլ դեռ նույնն է մնում։ Գյումրի-Կարս երկաթգծի բացումը ինչ է տալու կողմերին։ Երկաթգծի շուտափույթ բացումը ինքնըստինքյան ոչինչ չի նշանակում, որովհետև պետք է սպասել բուն փաստի իրականացմանը։ Միշտ ականատես են եղել նման ոգեշունչ, բոցավառ ինչ-որ խոսքերի, ողջույնների, շնորհավորանքների, բայց կարևորը իրադարձությունն է։ Արդյոք կլինի դա թե ոչ։ Իսկ լինելու դեպքում հայկական կողմը արդյոք դուրս չի մղվում խաղից։ Արտակարգ եւ լիազոր դեսպանի խոսքով երկաթգծի գործարկման դեպքում նպատակը բեռների փոխադրումը պետք է լինի։ Բաքվից դեպի Գյումրի տարբերակն էլ ընդամենը 600 կիլոմետր։ Զգալիորեն ավելի կարճ է, ի տարբերություն 800 կիլոմետրանոց Բաքու-Թբիլիսի-Կարսի։ Լավ է հնչում, բայց վերջին տարիներին բանակցությունների ընթացքում ոչ մի անգամ չի քննարկվել Բաքվից Գյումրի հասնելու տարբերակը։ Բաքվից դեպի Ղարս ամենակարճ ճանապարհը անցնում է Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի խաղ։ Դա 600 կիլոմետր է։ Բայց դրա մասին ոչ ոք չի խոսում։ Իշխանությունները դրա մասին չեն խոսում երբևէ։ Միթե Թրամփի ուղին Թուրքիայի կողմից չի դիտարկվում բեռնափոխադրումների համար հնարավոր ճանապարհ։ Ավելին, Թուրքիան նախորդ սեպտեմբերից Կարսից Նախիջևան երկաթուղին է ակտիվ թարմացնում։ Ինչու է թուրքական կողմը շահագրգռված Գյումրիի հատվածն ապաշրջափակելով։ Դիվանագետի խոսքով նպատակները տնտեսական չեն։ Եթե դա պայմանավորված չի Բաքու, Ղազախ, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի խաղ ծրագրի հետ, եթե այդ երթուղը կապ չունի, դրանով չի պայմանավորված, ապա Գյումրի-Ղարս երկաթգծի արդիականացումը ընդամենը դարձնում է Թուրքիայի համար Գյումրին շատ մարդ չլի։ Հարմարավետ այստեղից բխող հերու գնացող, այդ թվում նաև ռազմաքաղաքական հետևանքներով։ Այդուհանդերձ տնտեսական նպատակը եւս արժե դիտարկել։ Ենթադրենք բացվում է սահմանը բեռնափոխադրումների համար։ Հարցերի շղթա է սկսվում։ Հաշվարկվել է բեռնափոխադրումների ծավալը։ Փոխհատուցվելու է ծախսը, որը դրվելու է երկաթուղու վերականգնման համար։ Ի վերջո տարածաշրջանում արդեն գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս ուղին, եւ հիմնական բեռնափոխադրումները վաղուց անցնում են այդ ուղղությամբ։ Արդյոք կկարողանան ծանրաբեռնել այդ երթուղին, այդ ճանապարհը համապատասխան ուղևորափոխադրումներով կամ բեռնափոխադրումներով, եթե դա չի լինելու, ապա անգործության մատնված երկաթգիծը լինելու է պարզապես եւս ասենք մի հաջողություն ճանապարհը բացելու, բայց միայն երկաթգծի բացումով չէ։ Պետք է իսկապես կարողանալ ազատականացնել ամբողջ հաղորդակցությունը եւ դա անել առանց որևէ պայմանների։ Կաժոյանը, ով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արտասահմանյան туриզմի վարչությունում է աշխատել, հիշում է, Կարս-Գյումրի երկաթգիծը բեռնափոխադրումների համար նախատեսված չի եղել։ 80-ականներին այս հատվածով Թուրքիայի տարածքով Հայաստան էին մտնում Սիրիայից, Իրաքից, Լիբանանից ժամանող սփյուռքահայերը։ Այն ժամանակ էլ փաստորեն երկաթգիծը ծառայում էր Թուրքիայի շահերին, ասում է զրուցակիցս։ Այսպիսով, Կարսում հերթական հանդիպմանը հնչած հայտարարություններից անդին մեկ հարց մնում է առանց պատասխանի։ Այս երկաթգիծը բացվելու է բեռներ տեղափոխելու համար, թե այլ նպատակ ունի։ Սեդակ Յուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համամասնությամբ ռազմական ոլորտում ամենամեծ ծախսեր կատարող երկրների տասնյակում են։ Եվրասիան Նեթը գրել է, որ թեև երկու երկրները համաձայնության են եկել ժամանակավոր խաղաղության համաձայնագրի շուրջ անցյալ օգոստոսին, բայց այդուամենայնիվ Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի կազմած տվյալների համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը 2025-ին աշխարհում ունեցել են ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերը։ Ադրբեջանը զբաղեցրել է 6-րդ տեղը 6.5%, իսկ Հայաստանը 7-րդ տեղը 61%։ Պաշտպանության վրա ամենաբարձր ծախսեր կատարած երկիրը, ինչը զարմանալի չէ, Ուկրաինան է 40%։ Ռուսաստանը 7.5%-ով զբաղեցրել է 4-րդ տեղը Ալժիրից եւ Իսրայելից հետո։ Առաջին տասնյակում են նաեւ Պարսից ծոցի եւ Մերձավոր Արևելքի պետությունները։ Մինչ Հայաստանը արտաքին ուժեղ ճնշումների տակ է, շուրջ բոլորը փորձում են յուրացնել մեր երկրի ու պետականության սիմվոլները, ազգային արժեքները, օրակարգից հանել բոլորային հարցերը, որոնք տասնամյակներ շարունակ եղել են մեր անբեկանելի առաջնահերթությունները, պաշտոնական Երևանը իրադարձությունների անիվի ուղղությունը ճիշտ ուղու վրա դնելու փոխարեն ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Անձնագիրը քաղաքացու ինքնությունը հաստատող փաստաթուղթն է, բայց երբ դրա ձևավորումը դուրս է գալիս զուտ գործնական շրջանակից, այն վերածվում է նաև գաղափարական ուղերձի կրողի։ Յուրաքանչյուր պատկեր, գույն կամ սիմվոլ սկսում է կրել ոչ միայն գեղարվեստական, այլև քաղաքական ու արժեքային իմաստ։ Եվ հենց այստեղ է, որ սկսվում են ամենասուր հարցերը. ինչ պատմություն է ներկայացվում, ինչ ուղերձ է փոխանցվում եւ ինչպես է ձևակերպվում պետական ինքնության ընկալումը նոր անձնագրում։ Թեման Սեդա Մակարյանն է ուսումնասիրել։ Ողբամս քեզ հայոց աշխարհ կասեր մեր պատմահայրը, որ թագավորը նույնիսկ մանուկ էլ չէ։ Հայաստանի Հանրապետության նոր կենսաչափական անձնագիրն իրականում անձնագիր է, նկարչական տետր, թե նախընտրական քարոզարշավի թռուցիկ։ Մասնագետները դժվարանում են միանշանակ գնահատական տալ պատմական տարբեր պատառիկներ ներառող այս փաստաթղթին։ Անձնագիրը դարձրել են իրենց ասելով, իրենք էլ ասում են, մեր պատմամշակութային ժառանգության կարծես ալբոմ, պատմական իրենք նկար են դնում ու մեկնաբանում։ Ներքին գործերի նախարարի հետ միասին նոր անձնագրի ձևավորումն ու գաղափարական բովանդակությունը հանրությանը ներկայացրել է վարչապետը։ Նրա համոզմամբ փաստաթղթում արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները, սակայն հանրային արձագանքը միանշանակ չէ։ Եթե մենակ ինքը լիներ կազմողը, կհավատ կասեի դե լավ, կիսագրագետ տղա է, դեսից տենից թխել է անմագարտակ նկարներով, պատկերներով եւ ընդհանրապես ճշմարտության հետ առնչություն չունեցող մեկնաբանություններով։ Բայց որ ասում են գիտնականների հետ է խորհրդակցաբար արվել, այստեղ զարմանում ես։ Ովքեր են այդ գիտնականները։ Բնականաբար պետք է լինեն պատմության, մշակույթի, չէ՞, ներկայացուցիչներ, այդպիսի մարդիկ, եթե մեր գիտությունը եւ գիտնականները այդ մակարդակին են, բնականաբար վարչապետը ավելին չի կարող լինել եւ նրանց ավելին պետք է չի։ Մինչ անձնագրի բուն տեսքին ու խորհրդանիշներին անդրադառնալը հայագետը մեկ այլ կարևոր բանի վրա է հրավիրում ուշադրություն։ Նոր անձնագրերով Հայաստանի Հանրապետությունն այլևս իր քաղաքացու պաշտպանը չի լինելու։ Մեր անձնագրի վերջի էջին գրված է. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Այս մասը պահպանված է։ Հաջորդ նախադասությունը. անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասը հանված է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս պետական հովանավորություն չունի։ Հիմա դուք հասկացաք ինչ է նշանակում այս անձնագիրը, որը ժողովրդի վրա դարձյալ ծախելու համար էլի խայծ են տալիս։ Եվրոմիություն կարող եք ազատ մտնել։ Իսկ քեզ ով ասաց, որ Եվրոմիությունում քո այդ տխմար անձնագրով, որ ուզում ես սարքել, սպասում են, որի տերը նույնիսկ հովանավոր չունի։ Հիմա անձնագրում տեղ գտած սիմվոլների մասին։ Անձնագրում պատկերվել են Արտաշես բարեպաշտ արքայի կողմից հայքի սահմանները չափող սահմանակարերն արամեր են գրված։ Մի կողմ թողնենք, որ մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում դժվար թե նման գլխարկ լիներ։ Իսկ ըստ Փաշինյանի, սահմանակարի ընտրությունը պատահական չէ, այն պետական եւ իրավական կարևոր գործիք է, ցույց է տալիս պետության գոյության եւ պետական կառավարման էությունը։ Այդ ժամանակների գյուղատնտեսությունը եւ սահմանակարի տեղադրման ձևը եւ դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, ինչպես նաեւ տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությանը եւ գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիան նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների
արդյունքում է ձևավորվել։ Մասնագետները հակադարձում են, ըստ նրանց պատկերում սահմանակարը սխալ է ներկայացված, առանց ամուր հիմքի։ Ալվերդյանի գնահատմամբ սա խորհրդանշական է, արտացոլելով ոչ թե կայունություն, այլ հակառակը սահմանների խոցելիությունը։ Դրա կողքին գյուղացին վարյանում մի կողմից էլ երկուքին արդեն հունձ են անում, մեկը դեռ չվարը չավարտած հունձն են անում եւ ասում են սա խորհրդանշում է գյուղատնտեսություն այդ շրջանում գյուղատնտեսության ոլորտում ռեֆորմներ, որտեղ է գրված ռեֆորմները, գերջուկն են, եզները թե գեշկույներն են խորհրդանշում ռեֆորմները։ Անձնագրի մյուս էջում Հայաստանի քարտեզն է մարզերով դասավորված այբենական կարգով։ Առաջինը Արագածոտն է, որտեղ պատկերված երեխաները դեմքով դեպի Արագած լեռն են, իսկ մեջքով դեպի Արարատ։ Հայագետի մեկնաբանությամբ այս կոմպոզիցիան խորհրդանշում է սերունդների հայացքի հեռացումը պատմական խորհրդանիշներից։ Հաջորդը այբենական կարգով Արարատն է։ Ինչ է կարծում, ինչ է ցույց տրված, խոր վիրապը։ Արարատի մարզը խորհրդանշում է խոր վիրապով։ Եվ որ կողմից է նկարված, ոչ թե Հայաստանի կողմից, որ Արարատը երևա, այլ Արարատի կողմից, որ Արարատը չերևա, այն կողմից է նկարը պատկերված։ Մինչ վարչապետը երկար ժամանակ խոսում է իրական եւ պատմական Հայաստանի տարբերակման մասին, հարց է առաջանում, ինչու է անձնագրում ներառվել մեծ հայքի պատկերային տրամաբանությունը, բայց բացակայում է դրա գլխավոր խորհրդանիշը՝ Արարատ լեռը։ Նրանք չունեն գիտական, պատմագիտական ընդհանրապես հայեցակարգ կոնցեպտ են ասում, հայեցակարգ չունեն, չգի, երբ իրենց ինչ հարմար է, սա նախընտրական ուրեմն, այս անձնագիրը հիմնականում նախընտրական քարոզչական միջոց է, ցույց տալու թե ինչքան հայրենասեր տղա է, ամբողջ հայոց պատմությունը, հայ ժողովրդի երազանքներն ու նպատակներ, դրանք փոխանակասի սահմանադրության եւ պետական ծրագրերում արտացոլում, վերել անձնագրում է արտահայտվում։ Ալվերդյանի համոզմամբ ազգային արժեքներն ու երազանքները պետք է ամրագրվեն ոչ թե անձնագրում, այլ պետական հիմնարար փաստաթղթերում սահմանադրության եւ կառավարման համակարգի միջոցով։ Հակառակ դեպքում խորհրդանիշները կարող են վերածվել ձևականության, զրկվելով իրական բովանդակությունից։ Սեդամակարյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անունից հանդես եկող անձին կընտրակաշառք են բաժանել ընտրությանն իրենց օգտին քվեարկելու պայմանով։ Նրանք խախտել են նաև բարեգործության արգելքը։ Կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ, կատարել է խուզարկություններ, ձերբակալել 5 անձի։ Հիշեցնեմ, որ այսօր իրավապահները մտել էին Ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակ։ Իդեպ Ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաքվե միավորումը ստորագրել են գործակցության հուշագիր։ Կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրության միջոցով նոր ազգային իշխանության ձևավորման համար։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում էր, քննարկումը լարված էր անցնում։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ Վարդապետյանը սուտ փաստեր է հրապարակել, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Հիմա էլ դատն է գնում, բայց չկա փաստ։ Լսենք Մանուկյանի հայտարարությունն ու դատախազի պատասխանը։ 18 արդարի տարեր նստացրել եք դատարանի դահլիճում ու ասում եք շատ արագ, հա շատ արագ, իրանք են ամենաշահագրգիռը, որ դատականությունը այդ փաստերը մեջտեղ գան, որտեղ կպարզվի, որ քննչական մարմինները կեղծիք են արել, տոտալ գաղտնալսել են, մոնտաժել են, հազարավոր ժամեր մոնտաժած, բերել դուք էլ ազգային ժողովի ամբիոնից ԿՊ-ին համոզել եք, որ Սարգսյան Արտուրին պետքա կալանավորել, որովհետև Սարգսյան Արտուրը ինչ որ երկաթի ասֆիկներով որոշել է անիվները ծակել, որը պարզվում որ սուտ է, ջուր։ Մեթոդը փոխեք, պարոն Մանուկյան, դուք դատարան չեք, դուք դատավոր չեք, հիմա ինչ տոնայնությամբ ասեք, ինչ տոնով իմ հետ խոսեք, վիրավորեք, փորձեք կպնել իմ արժանապատվությանը։ Խնդրեմ, պարոն Մանուկյան։ Դրանից ձեր ասածը ճիշտ չի դառնում։ Կամ մի մարմին, որը գնահատական է տալիս, դա դատարանն է։ Հրապարակային դատալսումներ են։ Ասում եմ, բան ունեք ասելու, գնացեք ստորագրեք սուցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության տեղեկացման մասին ու ասեք այդ ամեն ինչը գրավոր որպես վկա։ Ո՞վ է ձեզ խանգարում։ Ոչ մեկ։ Որ մեթոդը փոխեք։
Գեղամ Մանուկյանը Վարդապետյանին է փոխանցել Բագրատ Սրբազանի հարցերը ուղղված նրան։ Այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննության ենթարկվել են, թե ոչ, դրանք մոնտաժված են, թե ոչ, քարոզչական նպատակներով կեղծված են, թե ոչ։ Ինչպես է դատախազը վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ եւ դրանից դուրս գտնվող այսպես կոչված գաղտնալսումների շուրջ 50%-ի համար գրված է չի լսվում։ Չի լսվում, քանի որ որևէ մի կառույցի կողմից միջամտություն է եղել այն միտումնավոր ջնջելու, թե իսկապես չի լսվում։ Ինչին է վերաբերում հանրահայտ 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բանտ տանելու այդքան չարչրկված արտահայտությունը։ Լսենք Վարդապետյանի պատասխանը։ Հուսում եմ, պարոն Մանուկյան, ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր եւ ձեր բոլոր վիրավորանքները, որ ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը։ Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ ձեզ, օրինակ ոնց որ դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակից սկսեմ վիրավորել ձեզ ու դառնա այն, ինչի մեջ երևի դուք շատ հմուտ եք։ Բայց ես այդպես բան չեմ արել ու չեմ անելու։ Մեղադրյալ Գալստանյանը իր հարցադրումները դատաքննության փուլում, եթե այդքան ուզում են, որ ապացույցները հետազոտվի, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել եւ իրենք իր բոլոր հարցադրումները ներկայացնեն։ Բոլոր միջնորդությունները, որոնք դուք վկայակոչել եք դատարանի կողմից, որտեղ վարույթն իրականացնող մարմինը դատարանն է, որոշումներ կայացվել են, մերժվել են, ինձնից լավ գիտեք, եւ որևէ մեղադրյալի հարցադրում ես չեմ պատկերացնում, որ ազգային ժողովում պիտի քննարկվի։ Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սարը Ալ-Արաբիա հեռուստաընկերության եթերում հայտարարել է, եթե ԱՄՆ-ի Իրան բանակցությունները դրական արդյունք չտան, Իսրայելը կդիտարկի ռազմական գործողությունների տարբերակը։ Նրա խոսքով Իսրայելի բանակը համարժեք կարձագանքի Հեզբոլլահի հարձակումներին։ Ի դեպ, Նեթանյահուն հաջորդ շաբաթ կմեկնի Վաշինգտոն Թրամփի հետ հանդիպելու։ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը մահապատժի է ենթարկել 21 մարդու եւ ձերբակալել ավելի քան 4000-ին։ Այս տարվա հունվարին տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ մահապատժի է ենթարկվել 9 մարդ, 10-ը մահապատժի է ենթարկվել տերորիստական խմբավորումներին անդամակցելու եւ 2-ը լրտեսության մեղադրանքով։ Հասանելի տեղեկությունների համաձայն փետրվարի 28-ից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ, որոնք մեղադրվում են ազգային անվտանգության վերաբերյալ հանցագործությունների համար։ Տասնամյակներ շարունակ գլոբալ էներգետիկ համակարգը կառուցված էր հստակ կանոններով։ Արտադրողներն ու սպառողները գործում էին փոխկախվածության պայմանում, իսկ անվտանգությունն ու էներգետիկան փոխլրացնում էին միմյանց։ Սակայն երբ այդ հավասարակշռությունը սկսում է ճեղքվել, խաղի կանոններն էլ են փոխվում։ Նավթ արտադրող երկրները փորձում են դուրս գալ սահմանված շրջանակներից, վերաիմաստավորելով իրենց դերը ոչ միայն շուկայում, այլև աշխարհաքաղաքական գործընթացներում։ Ամերիկյան հովանոցից նավթային ինքնիշխանություն երկրների նոր հաշվարկը ռեպորտաժում։ Տասնամյակներով կառուցված տնտեսական հեղինակությունը, միջազգային վարկային վստահությունը եւ Պարսից ծոցի ամենազգայուն կետերից մեկի Հորմուզի նեղուցի շուրջ ձևավորված ռազմավարական հաշվեկշիռը վերջին ամիսներին հայտնվել են լուրջ հարվածի տակ։ Տարածաշրջանային լարվածության, հատկապես Իրանի գործողությունների հետևանքով Արաբական Միացյալ Էմիրությունները ոչ միայն ֆինանսական վնասներ են կրել, այլ նաեւ կասկածի տակ է հայտնվել տարիներով ձևավորված անվտանգության եւ տնտեսության կայունության մոդելը։ Նավթի համաշխարհային առևտրի գլխավոր զարկերակներից մեկը Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը շուկան կանգնեցրել է նոր ցնցումների առջև, ստիպելով էմիրություններին վերանայել իրենց դերը ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային էներգետիկ քաղաքականության մեջ։ Աբու Դաբին աստիճանաբար փորձում է հրաժարվել այն մոդելից, որտեղ նավթի արտադրության ծավալները, արտահանման սահմանափակումները եւ գների քաղաքականությունը որոշվում են բազմակողմ ճնշումների ներքո։ Էմիրությունների համար սա պարզապես տնտեսական որոշում չէ, այլ ինքնիշխանության հարց։ Տարիներ շարունակ լինելով գլոբալ էներգետիկ համակարգի առանցքային դերակատարներից մեկը, այժմ ձգտում է ոչ թե հետևել սահմանված կանոններին, այլ մասնակցել դրանց ձևավորմանը։ Էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանի գնահատմամբ Արաբական Միացյալ Էմիրությունների հնարավոր ավելի ինքնուրույն վարքագիծը OPEC-ից կամ OPEC+ ձևաչափից դուրս պետք է դիտարկել ոչ թե պարզապես որպես անկախանալու քայլ, այլ նավթի գնագոյացման գլոբալ պայքարի համատեքստում։ Գները նավթի ձևավորումը հիմնական Լոնդոնի եւ Նյու Յորքի բիրժային եւ դա դուրս է արաբների վերահսկողությունից, այսինքն այս նպատակները վերահսկողության վրա այդ գործընթացի վրա ինչ որ ձևով ազդել։ Հիմա Միացյալ Նահանգները տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, մի ձգտել է
քանդել OPEC-ը, որտեղ ինքը նույնիսկ տարիներ առաջ հատուկ օրենք ընդունեցին, կոչվում էր անտի-OPEC։ Աբու Դաբիի որոշումը շատ փորձագետներ դիտարկում են որպես էմիրությունների պատմության ամենակարևոր ինքնիշխան քայլերից մեկը, երբ պետությունը հրաժարվում է արտաքին թելադրանքից եւ ընտրում սեփական ռազմավարական ուղին։ Նպատակը պարզ է՝ նավթի գինը, արտահանման ծավալները եւ շուկայական քաղաքականությունը որոշել ազգային շահերից ելնելով։ Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս գալ OPEC-ից, ինչ որ առումով ձեռք է տալիս հենց Միացյալ Նահանգների, որովհետեւ սա նշանակում է, որ նավթի արդյունահանումը այլևս քվոտավորված չի լինի, գոնե էմիրությունների հետ կապված, ինչը նշանակում է նաև փորձել նավթի գները արաբական երկրների համար ընդունելի միջին կամ միջինից բարձր պահել, արդեն էլ ավելի դժվար կա։ Սակայն OPEC-ի ճգնաժամը չի սկսվել Իրանի հետ վերջին լարվածությունից հետո, դեռ ամիսներ առաջ կազմակերպությունը կանգնել էր ներքին լուրջ խնդիրների առջև։ Վենեսուելայի շուրջ զարգացումները, Նիկոլաս Մադուրոյի շուրջ միջազգային ճնշումները եւ ներքին անկայունությունը հարվածեցին կազմակերպության ամենահին եւ խորհրդանշական անդամներից մեկին։ Որպես OPEC-ի հիմնադիր երկրներից մեկը Վենեսուելայի թուլացումը նաեւ քաղաքական հարված էր ամբողջ կառույցին։ OPEC-ը փորձում է միշտ քվոտավորել նավթի արդյունահանումը, որտեղ շատ նավթի արդյունահանումը միշտ բերում է նավթի գների անկմանը, որը շատ դեպքերում արդարացված չի OPEC-ի տեսակետից։ Հետևաբար հիմնական խնդիրն է, որ այդ քվոտավորումները միշտ չէ որ պահում են, կամ միշտ չէ որ դա աշխատում է։ Միաժամանակ խնդիրներ կային նաև այլ անդամ պետություններում՝ Լիբիայի անկայունությունը, Իրաքի ներքին ճգնաժամերը, Իրանի նկատմամբ ճնշումները, Նիգերիայի արտադրական խնդիրները։ Այս ամենը միասին աստիճանաբար թուլացնում էին այն միությունը, որը տարիներ շարունակ վերահսկում էր համաշխարհային նավթային շուկայի ռիթմը։ Վերջին 4 ամիսները փաստացի ցույց տվեցին, որ OPEC-ը կանգնած է ոչ միայն տնտեսական, այլև ինստիտուցիոնալ ճգնաժամի առջև։ Փորձագետի խոսքով հիմնական խնդիրը միշտ եղել է արդյունահանման քվոտաների պահպանումը, երբ անդամ երկրները չեն հետևում այդ սահմանափակումներին, ամբողջ կառույցի ազդեցությունը նվազում է։ Չպահպանելու հիմնական պատճառը այդ երկրների նկատմամբ հատկապես ամերիկյան ազդեցությունն է, որը միշտ պայքարել է OPEC-ի դեմ որպես կառույցի։ Սոցիալ-արաբական երկրների համար նավթը երբեք միայն տնտեսական ռեսուրս չի եղել, այն միշտ փոխկապակցված է եղել անվտանգության համակարգի հետ, որի առանցքում տասնամյակներ շարունակ եղել են Ամերիկայի երաշխիքները։ Փոխադարձ պայմանավորվածությունը պարզ էր՝ էներգետիկ կայունություն անվտանգության դիմաց։ Այդ երաշխիքները վաղուց արդեն չկան, իսկ վերջին պատերազմը Իրանի հետ ընդհանրապես, ասեմ, վերջին մեղքն էին, այդ իրենց դագաղի, դուք գիտեք ժամանակին կար կնքված պայմանագիր, որ ծոցի երկրները նավթ վաճառում են միայն դոլարով։ Հիմա Չինաստանի ակտիվությունը բերել է նրան եւ նաեւ BRICS անդամ երկրները, որոնք սկսել են նաեւ նավթը գնել ոչ դոլարով, այլ սեփական արժույթով։ Սակայն վերջին պատերազմը ցույց տվեց, որ այդ համակարգում առաջացել են լուրջ կասկածներ։ Արաբական մի շարք երկրներում աճել է թերահավատությունը։ Արդյոք Վաշինգտոնը նույն չափով պատրաստ է պաշտպանել իր ավանդական գործընկերներին, որքան նախկինում։ Այս ֆոնին էմիրությունների նավթային անկախության ձգտումը միայն տնտեսական հաշվարկ չէ, այն նաև անվտանգային դիվերսիֆիկացիայի փորձ է։ Խոսքը Միացյալ Նահանգների անվտանգության հովանոցից դուրս գալու մասին չէ, այլ ավելի չեզոք եւ բազմակողմ դիրքավորման, երբ պետությունը փորձում է չկապել իր գոյաբանական անվտանգությունը միայն մեկ կենտրոնի հետ։ Այս պատերազմները իրենք հասկացան, որ ամերիկյան բազաները իրենց ոչ թե անվտանգություն են ապահովում, այլ շատ ավելի դեպքում այդ վտանգը դրանցից է գալիս, որտեղ սպառնալով Իրանին, իրենք նաև հարվածն է ստանում այդ բազաների ուղղությամբ եւ նաև հենց իրենց պետությունների ուղղությամբ։ Եթե նախկինում OPEC-ը համարվում էր նավթային աշխարհի անսասան կենտրոնը, ապա այսօր այդ համակարգը վերաձևավորվում է հենց ներսից։ Էմիրությունների քայլը կարող է դառնալ նախադեպ, ցույց տալով, որ նավթ արտադրող երկրները այլևս պատրաստ չեն ենթարկվել հին պայմանավորվածություններին։ Իսկ եթե նավթի գինը դառնում է ինքնիշխան որոշման գործիք, ապա հաջորդ քայլը կարող է լինել նաև անվտանգային ինքնուրույնությունը։ Մերձավոր Արևելքում սկսվում է ոչ միայն նավթի, այլև ազդեցության նոր բաժանում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայքերը w.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ առավոտյան ժամը 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։